Բարի երեկո, հարգելի տիկնայք եւ պարոնայք, ազնիվ հանդիսականներ, ուրիշ տեղից պետք է սկսեի, բայց մայստրո Տիգրան Մանսուրյանի խոսքը ինձ դրդեց մի այլ բան ասելու, այստեղ հիմա մի բան պետք է հրապարակեմ, որ մինչև հիմա չեմ ասել եւ չեմ կարծում ներկաներից որևէ մեկը գիտի։ Կոստանդզարյանի տատրագոմի հարցը տպագրվել է 1930 թվականին հայրենիք ամսագրում, հետո հայրենիք ամսագիրը առանձին գրքով դա հրատարակել է։ Բոլորս գիտենք, որ այդ գրականությունը արգելված էր Հայաստանում, ամսագիրը չէր հասնում, հայրենիք օրաթերթը չէր հասնում եւ այդ գրքերը չէին հասնում։ Բայց ինչ որ ճանապարհով, ասում են, չի կարելի, բայց եթե շատ ես ուզում, ուրեմն ինչ որ ճանապարհով այդ գրքերը թափանցում էին եւ հասնում էին մեր մարդկանց, մեզ հայերիս։ 1950-ական թվականներին տատրագոմի հարցը հասնում է նաև Պարուշ Սևակին, ընկնում է իր ձեռքը եւ նա 2 անգամ արտագրել է ամբողջ պոեմը իր ձեռքով։ Ինչ է նշանակում արտագրել։ Արտագրել նշանակում է արտագրելու ընթացքում թափանցել ամեն բառի խորքը, կարողանալ լցնել 2 իրար քովի դրված բառերի միջև եղած պարապությունը, հասկանալ գրողի ստեղծագործական գործի ներքին հնարքները, որոնք ընթերցողը կարող է չնկատել։ Սա նշանակում է սովորել ընթորինակելով, արևմտահայերը արտագրելուն ասում են ընթորինակել։ Ահա մայստրո Մանսուրյանը, երբ հիշատակեց Կոստանդզարյանի խոսքը, այդպես է, չլիներ տատրագոմի հարցը, չէր լինելու անլռելի զանգակատունը։ Դա այլ խնդիր է եւ այլ խոսակցության նյութ, բայց սկսեմ այնտեղից, խորենացին ասում էր սկսծուկ, ուստի արժան է սկսանել։ 1962-ին, երբ Կոստանդզարյանը գալիս է հաստատվելու Երևանում, սիրտ հուզելու չափ շատ քիչ մարդիկ են հասկացել նրա մեծությունը, շատ քիչ։ Ես ուզում եմ, որ այդ անունները այսօր այստեղ հնչեն։ Առաջինը Վիլհելմ Մաթեոսյանն է, արվեստաբան, մեծ գիտնական, մեր ավագընկերը եւ ուսուցիչը։ Այս գրքերը, որոնք այսօր կան, հեռավոր ձևով կապվում են իր անվան հետ։ Բանն այն է 1972-ին, երբ պետք է ես դիսերտացիա գրեի, ինքն հորդորում էր, ինքն է ինձ ծանոթացրել իդեպ Արմեն Զարյանին, որի հետ շատ մտերիմ էին։ Արմեն Զարյանը ամեն մարդու չէր վստահում, գիտեր ինչ երկրում է եւ ինչ հանրության մեջ է ապրում, բայց Վիլհելմ Մաթեոսյանի հետ շատ մտերիմ ջերմ բարեկամներ էին։ Ինքն է դա ինձ ասել նաև։ Ուրեմն Վիլհելմ Մաթեոսյանը ինձ հորդորում էր գրել դիսերտացիա, ատենախոսություն Կոստանդզարյանի մասին։ Ես գիտեի ով է Կոստանդզարյանը, տատրագոմի հարցով տարված էի, հափշտակված։ Բայց այն մարդը, որ պետք է ղեկավարեր, պատկան մարմին էր, ծաղրեց, ասեց դա ինչ գրող է, որ դրա մասին էլ հələ դիսերտացիա գրեք։ Երևանում ման էր գալիս ինչ-որ արտասահմանցիների անուններ էր տալիս իբրև թե ճանաչում է, ով գիտե այդպիսի մարդիկ սկի կան, թե չկան, ինչ-որ դժվար անուններ, մեկնաբանությունները ավելորդ են։ Ուրեմն առաջինը Վիլհելմ Մաթեոսյանն է, որի գաղափարն էր Սարգիս Խաչենց հրատարակչությունը։ Այդ հրատարակչությունը իր ծննդով պարտական է Վիլհելմ Մաթեոսյանին։ Չլիներ Վիլհելմ Մաթեոսյանը, չէր լինի այդ հրատարակչությունը, չէր լինի իմ տարվելը Կոստանդզարյանով 85 թվականից մանրամասնորեն եւ լրջորեն ես զբաղվել եմ Կոստանդզարյանով, արդեն 1990 թվականից գրքերից 10 տարի առաջ ես մամուլում հրապարակել եմ իր անտիպ գործերը, հրատարակել եմ Բեյրութի օրագիրը, Վիեննայի օրագիրը, Կղզին եւ մի մարդ վիպակը 1992-ին մինչև գրքերը դեռ 10 տարի կար, այլ գործեր եւ այլն եւ այլն։ Ուրեմն պատշաճ է, որ այսօր ես հիշեմ Վիլհելմ Մաթեոսյանի անունը։ Երկրորդ անձը, որ հասկացել է նրա մեծությունը, խորապես անմրցելի գրականագետ եւ մշակութաբան Ալբերտ Կոստանյանն էր։
Իմ ըմբռնումով 1971-ից ի վեր ես բանասիրությունը նկատի չունեմ, մենք ունեցել ենք ընտիրագույն բանասերներ, ես նկատի ունեմ վերլուծող գրականագետ, ըստ իս իմ ըմբռնումով լավագույնը իհարկե Ալբերտ Կոստանյանն է, որը երբ Տատրագոմի հարսը Երևանում տպագրվում է, այդ գիրքը 3 պոեմ, գրքի անունը հենց Տատրագոմի հարս է, Վահագն եւ Արաստված պոեմներն էլ հետը, ինքը գրում է 7 էջանոց գրախոսություն, միակ գրախոսությունը, բայց գրական թերթը գրողների միությունը երկար քննարկում են, մերժում են նախապես, ի վերջո տպագրում են 1.5 A4 չափի էջ, այդ 7-8 էջից, դա միակ գրախոսությունն է, ինքը նվիրյալն էր, ինքը հրաշալի գիտեր եւ գրեց 1985-ի հարյուրամյակի երկերյա ժողովածուի առաջաբանը եւ մի քանի այլ հոդվածներ։ Անշուշտ երրորդ անձը Լևոն Ներսիսյանն է։ Կոստանդզարյանը 64-ի իր օրագրերում տալիս է նրա անունը, նա քիչ մարդու անուն է տալիս, այն էլ հայաստանյան մարդկանց մասին է խոսք, այն էլ շատ դրական, այսպես համակրական ձևակերպումով, որը ի Կոստանդզարյան խենթացյալ մարդ էր, հրաշքանձնավորություն, եւ որին Կոստանդզարյանը սիրում էր եւ վստահում էր։ Նրա անունը ուզում եմ նույնպես հնչի։ 1965-ին Մինաս Ավետիսյանը նկարում է նրա յուղաներ դիմանկարը, պահպանվել է այն կատալոգը, որի վրա կա Մինասի ընծայականը Կոստանդզարյանին։ Ես որևէ գրականագետից, գրողից նման ձևակերպում չեմ լսել։ Կա, պահպանվում է, գրավոր աղբյուր է դա։ Մինասը հրաշալի հասկացել է, թե ով է Կոստանդզարյանը, նկատի առեք, որ Հայաստանում քիչ բան կար, մյուս մամուլը արգելված էր, ես չգիտեմ այսօր հուշեր պատմողներ կան, գրողներ կան, 60-ական թվականներին որտեղ են կարդացել այդ գրքերը, այդ գնացել են մամուլ են թղթատել Կահիրեի հուսաբերը 30 թվականների եւ այլն, թույլ տվեք։ Մի խոսքով, եւ հետո 68-ին նկարել է հրաշալի գծանկար, դիմանկարը։ Ըստ իս Մինասի դիմանկարը բացառիկ դիմանկարը եւ նա կարծեք կեզերքի մեջ է, անհուն տարածության մեջ է, նա Հայաստանի գրողը չէ, կարծեք թե մի բացառիկ տարածության գրող է, աշխարհի գրողն է, տիեզերքի գրողն է, բացառիկ դիմանկար է դա, գեղանկարչական առումով էլ, տոնայնությամբ, ամեն ինչով։ Ուրեմն հաջորդը արձանագործ Արտոք Չակմակչյանն է, որ ստեղծել է նրա բացառիկ դիմաքանդակը եւ նաեւ բացառիկ գծանկար։ Մենք դրանք տպագրել ենք գրքերում, ահա մարդիկ, որոնք հասկացել են Կոստանդզարյանի բացառիկ էությունը եւ հաջորդը իհարկե Տիգրան Մանսուրյանն է։ Այս շարքում, որ արդեն գիտեք, երբ որ 67-ին կոմպոզիտորների տանը նվագել են իր երգեոնի կոնցերտ, ինքը չասաց, բայց հետո եկել են իրենց տուն, սեղանի շուրջ եւ Կոստանդզարյանը բացառիկ ջերմ խոսքերով խմել է կոմպոզիտորի կինացը։ Այս բոլորից հետո ես հիմա ուզում եմ մի քանի խոսք ասել Կոստանդզարյանի գրականության մասին։ Ամենից առաջ նա մեծ բանաստեղծ է։ Գիտեք, ինքը ապրել է աշխարհի շատ նշանավոր գրողների միջավայրում։ Ինչ նշանավոր բանաստեղծների հետ է ընկեր եւ բարեկամ եղել։ Կարդարելլի, Տոմազո Ֆիլիպո Մարինետի, Ջովաննո Պապինի եւ այլն, ամբողջ իտալական ֆուտուրիստները Արդենգո Սոֆիչի, Կարլո Կարա եւ այլն, չթվարկեմ այդ բոլորին, Պրամպոլինի եւ այլն եւ այլն։ Եվ գիտեր եվրոպական գրական հոսանքները, Տրիստան Ցարան իր հետ այդ դադայիզմի հիմնադիրը Իսիդոր Շտոկեբուն անունը չթվարկեմ շատ են եւ չի գայթակղվել ոչ մի բանով։ Շատ հետաքրքրական բան է։ Իր համար բանաստեղծության մեծագույն արտահայտությունը եղել է խորենացու պահպանած հատվածները, երկներ երկիր, երկներ երկին։ Եվ դա է համարել բանաստեղծության կատարյալ կերպը։
իր ամբողջ պոեզիան կարծեք ոչ թե գրված է, այլ ինքը ոգում էր, ինչպես Գողթան Գուսանները, ինչպես հին Հունաստանում այեդները կամ ռապսոդները։ Եվ մեր աշուղական պոեզիայի մասնագետները սովետահայ մեկ ասում են, որ այստեղ չի տեսել, որ մի հանգը պակաս է, այնտեղ մի չափը չգիտեմ ինչ, իրենք ուրիշ տեսակ էին ընկալում գրականությունը։ Եվ ինքը ամբողջ կյանքում հավատարիմ մնաց, չգայթակղվեց գրական ուղղություններով, սյուրռեալիզմը, չգիտեմ ինչ է, եւ կյանքի վերջում էլ եւ օրերի պսակում ասացվածներ շարքը եւ մյուս շարքերը, եւ կյանքի վերջին գրքում իր վերջին մատյանում գիրք դյուցած ներգուցանցում ինքը ջանում էր վերադառնալ հայ բանաստեղծության նախնի վիճակին եւ ինքը ենթարկվում էր հայոց լեզվի հրահանգին, թելադրությանը, իսկական գրականությունը լեզու է մեծ իմաստով, լոգոս, որ իր մեջ ներառում է տվյալ ժողովրդի եւ պատմությունը, եւ հոգեբանությունը, եւ բնավորությունը, եւ ամեն բան։ Դա ուրիշ տեսակ գրականություն է, բացառիկ պոեզիա, որի պոետիկան եւ պրոսոդիան ցավոք սրտի մինչեւ հիմա մասնագիտորեն ուսումնասիրված չեն, բայց դա էլ ունի իր պատճառները, առարկայական եւ կրավորական, օտար բառով ասած օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, հիմա Արցակի օրինակով մի երկու բան կասեմ։ Նա բացառիկ արձակագիր է։ Հայաստանից 1924 թվականի հուլիսին հեռանալուց հետո կյանքի հանգամանքների պարտադրանքով, ընտանիքը փրկելով գնում է նախ Փարիզում է հաստատվում, որտեղ կյանքը քիչ ավելի էժան էր, հետո Իտալիա եւ այլն, եւ սկսում է գրել անցորդը եւ իր ճամփան նախապես ենթախորագրելով բանաստեղծի հուշատետրից։ Շատ հետաքրքրական արձակ է դա։ Գրել է 3 մեծ վեպ, անցորդը եւ իր ճամփան, Բանկոպը եւ Մամութի ոսկորները եւ Նավը լեռան վրա։ 2 ավելի փոքրածավալ վեպ, Արևմուտք եւ Քաղաքներ խորագրով, մի շարք էր նախատեսել երկիրներ եւ աստվածներ։ 2 գիրքը հրատարակում է անզույգ, ամրցելի, անգերազանցելի Իսպանիան եւ հետո Միացյալ Նահանգները 38-ին։ 50-ական թվականներին գրում հրապարակում է Կղզին եւ մի մարդ բացառիկ վիպակը, դա շատ գեղեցիկ գործ է եւ տասնյակ պատմվածքներ 20-ական թվականներից եւ նորավեպեր, որոնց մի մասը տպագրվել է մամուլի էջերում, մյուս մասը չի տպագրվել։ Կոստան Զարյանը բարդ հեղինակ է։ Նա պահանջում է, նրա գրականությունը ենթադրում եւ պահանջում է որոշակի էրուդիցիա, ինտելեկտ, իմացություն ունեցող ընթերցող։ Նրա գրականության մեջ կա այսպես կոչված գրականության մեջ մի մեթոդ կա, որ կոչվում է գիտակցության հոսքի գրականություն։ Սա 1890-ական թվականներին ամերիկյան հոգեբան Ուիլյամ Ջեյմսի հայտնագործությունն է, այսպես ասած, որ 1910-ական թվականներին, ավելի ստույգ 18-ին մեզ Սինքլերը նշանավոր գրականագետ քննադատ դրեց շրջանառության մեջ Ռիչարդսոնի վեպը վերլուծելիս եւ այլն եւ այլն։ Ինչ բան է դա։ Ինչ բան է դա։ Ես մեկ օրինակ տամ ձեզ եւ տեսեք հայ ընթերցողը ինչ պետք է անի նման դեպքում։ Ինքը խոսում է առաջին համաշխարհային պատերազմի մասին, Վերդենի կոտորածի մասին եւ ասում է պատերազմը կոոպերացիա է սարքել։ Հայերեն կոոպերացիային ասում են համագործակցություն, գիտական հասկացություն կա դրա համար։ Եվ ամիջապես հաջորդ նախադասությունը, հարց է, ինչ են անում Ժիդը, Լուցատին, Թոթոմյանցը։ Գիտեք, ինձ ընթերցողները հաճախ ասում են, եւ նույնիսկ գրականագետ, չասեմ համարված, գրականագետ մարդիկ, մի բանից թռնում է մի ուրիշ բանի, անուններ է տալիս ինչ-որ, որ չես հասկանում ինչ կապ ունեն, այդ ինչ տեսակ գրականություն է։ Հիմա տեսեք, ինքը ասում է, գրում է գրասեղանի առջև, պարզունակացնեն, գրում է պատերազմը կոոպերացիա է սարքել եւ ամիջապես գրում է հաջորդ նախադասությունը, հարցը ինչ են անում Ժիդը, Լուցատին եւ Թոթոմյանցը։ Ժիդը Շարլ Ժիդն է,
Նշանավոր Անդրե Ժիդի հորեղբայրը Նոբելյան մրցանակի դափնեկիր 1947 թվականի պասան դրամատուրգ եւ աշխարհահռչակ, որը Ֆրանսիայում Միմի կոոպերացիայի համագործակցության առաջին դպրոցի հիմնադիրն է։ Գրքերը չթվարկեմ, իմաստ չունի։ Լուցատին, Լուիջի Լուցատինն է, որը Իտալիայում սենատոր էր, 1910-ից վարչապետ էր, հայ ժողովրդի լավ բարեկամը 1919-ին բացառիկ ճառ է կարդացել պարլամենտում ի նպաստ հայ ժողովրդի, Կոստանդզարյանի ընկեր եւ բարեկամներ եւ անձնապես ճանաչում էր նաեւ Հրանտ Նազարյանցին։ Ուրեմն առաջ անցնելով ասեմ, որ Վահան Թոթոմյանցը սովորել է Ցյուրիխի, Ժնևի, Բերլինի համալսարաններում, մի քանի համալսարանների դոկտոր էր, դասավանդել է Բերլինի համալսարանում, Պետերբուրգ, Մոսկվա, հետո հրավիրել են Պրահա եւ այլն, եւ Լուցատիի ընկերն ու բարեկամներ։ Ինքը թարգմանել է Լուցատիի գրքերը, առաջաբանն է գրել, Լուցատին նրա երկու գիրքն է իտալերեն հրատարակել եւ այլն, եւ բարեկամ էին, նույնիսկ ընկերական հարաբերություններ, երբ պետք էր Թոթոմյանցի վիրահատություն անել, ինքն է վճարում, ինքն է ամեն բան կազմակերպում։ Եվ տեսեք, երեքն էլ Լուցատին Իտալիայում համագործակցության կոոպերացիայի գործի նախանձախնդիրն ու հիմնավորողն էր, Թոթոմյանցի գրքերը կոոպերացիայի շուրջ լավագույն գրքերն են համարվել ժամանակին եւ թարգմանվել են տարբեր լեզուներով։ Իդեպ այս Թոթոմյանցը մի շատ լավ գիրք ունի հայերի դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, որ մինչեւ հիմա միայն ֆրանսերեն է տպագրվել, կարծեմ նաեւ բուլղարերեն։ Ուրեմն տեսեք նախորդ նախադասության հետ կապը ինչպես եղավ։ Պատերազմը կոոպերացիա է սարքել, հետո հարցնում է, տեսնես ինչ են անում Ժիդը, Լուցատին, Թոթոմյանցը, այս սովորական ընթերցողը, որը սովոր է կարդալու կոլխոզի ֆերմայի ժողովի մասին, թե որտեղ Լևոն Լամբարյանը ինչ ասեց, ու հանկարծ կարդում է այսպիսի նախադասություն, ինչ պիտի հասկանա։ Երբ որ նա գրում է Էնկյուրին Ֆեսը նետել է լոթի գերեզմանը եւ շուրջը դեղին ծաղիկներ էր շարել։ Եթե ընթերցողը չգիտի, որ Էնկյուրին Ստամբուլի մի հին թաղամասի ժողովրդական անվանումն է, իսկ տխրահռչակ Պիեր Լոթին, թրքասեր, թրքամոլ եւ հայատյաց, հարեմական վեպերի եւ այլնի չմանրամասն եմ հեղինակ, պիտի կարդասի, սա ինչ բան է, նախորդ նախադասության պարբերության հետ կապ չունի, հաջորդի հետ կապ չունի։ Այստեղով քայլել է խեղճ Լիլյանը, Պաուղե Լիլյան, ընթերցողը որտեղից պիտի իմանա, որ խեղճ Լիլյան Պոլ Վերլենին էին ասում, նրա մականունն էր, եւ այսպես շարունակ։ Ուրեմն նրա գրականությունը համադրական, ասոցիատիվ մտածողության, գիտակցության հոսքի գրականություն է։ Ինքը այնքան բան գիտի, իրեն թվում է ամեն ընթերցող այդ բաները պիտի իմանա։ Ինքը ազատորեն ստեղծագործում եւ շարադրում է։ Եվ ոչ միայն օտար երևույթներ, անուններ, իրադարձություններ, այլև հայկական կյանքի, հայ մշակութային, պատմական կյանքի, մենք մեր հրատարակած ամեն գիրքը 100 եւ ավելի էջեր ծանոթագրություններ ունի։ Մենք ջանացել ենք այդ բոլորը բարձել ընթերցողի համար բնագիրը, տեքստը դարձնել ավելի մատչելի։ Նա դժվար հեղինակ է եւ երբեմն գրական արձագանքներ ունի, փոխառությունը ռեմինիսցենցիաներ ունի եւ այլն, առանց չակերտներ դնելու, ընդ որում վերաբերմունք է դրսևորում, որևէ գրողից բերում է 3-4 բառ, երբեմն հեգնանքով, երբեմն մերժելով, առանց չակերտների, ընթերցողը եթե խելք ունես, գլխին ում է ասում, ինչ է ասում, ում է հասցեագրում։ Ահա դա բարդ ստեղծագործություն է, իր գրականությունը եւ իր ամեն հատորը արժանի է առանձին ուսումնասիրության, գիտեք ինչ խորքեր կան, ինչ շերտեր կան, հնարավոր չէ, մենք չենք կարող ամեն հատորի ծանոթագրությունները եւ մեկնաբանությունները դարձնել 500 էջ։ Հրատարակիչ բնդում էր, ասում էր, հո մենք ակադեմիական չենք անում, մեր նպատակը ճիշտ էր ասում, ընթերցողին հասցնել, առաջին անգամ հասցնել բնագիրը։ Այս գրական արվեստից զատ, արվեստի այս կողմից բացառիկ է, ինչպես մայստրոն ասաց, իր լեզուն, լեզվամտածողությունը։
Նա հրաշալի գիտի գրաբար։ Ես չգիտեմ, ովքեր գիտեն թե չգիտեն, նա մոտ 2 տարի Վենետիկում գրաբար հայոց լեզու է սովորել, երբ ավարտել էր արդեն Բրյուսելի ազատ համալսարանը եւ գրականության եւ արվեստի փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան ուներ, գնում է Վենետիկ, Վերհարնը ասել էր, պետք է պոեզիան գրես քո մայրենի լեզվով, ինչ լեզվով էր աղոթում մայրդ, հայերեն, ինչ է բանաստեղծությունը, եթե ոչ աղոթք, եթե հայ մարդ ես, պետք է գրես հայերեն, ինքն ասում է իմ հայերենը բավարար չէր դրա համար, թեպետ 1904 թվի սեպտեմբերից մինչև 1905 թվի մայիսը դերասան է եղել Հովհաննես Աբելյանի խմբում, եւ շրջել են հյուսային Կովկասի քաղաքները, Արմավիր եւ այլն եւ ներկայացումներ են տվել, ինչ դերեր է խաղացել, բայց պոեզիայի գրականության համար դա քիչ էր։ Եվ Վենետիկում գրաբար է սովորել Հայր Աթանաս Տիրոյանի մոտ, որը ժամանակի լավագույն գիտակն էր, գրաբարի եղել է նաեւ Դանիել Վարուժանի ուսուցիչը, իսկ աշխարհաբարի արևմտահայերեն լավագույն գիտակը Հայր Արսեն Ղազիկյանն էր, 100-ից ավելի հատոր ինքնուրույն գրքերի եւ թարգմանությունների հեղինակ։ Նրա մոտ էլ աշխարհաբար։ Եվ սենյակակից է ունեցել Ադոնցին, մեծ գիտնական, մեծ հայագետ, մեծ գրականագետ եւ միասին քննարկել են այս բոլոր բաները։ Եվ ինչ էր անում, ինքը հրաշալի գիտեր նաև արևմտահայերեն, երբեմն եւ գրում էր արևելահայերեն, արևմտահայերենի լեզվական կառուցվածքները միավորում էր, միացնում էր արևելահայերենի հետ, դա բնականորեն նստած գրում է, իր մեջ կա եւ արևմտահայերենը եւ արևելահայերենը, միտքը թելադրում է եւ ինքը գրի է առնում, ոչ թե հատուկ նպատակ է դնում։ Հրաշալի գիտեր, ուրեմն նաև ասում եմ արևմտահայերեն եւ փորձ է անում մի տեսակ կարծեք թե ինչ որ ձևով միավորելու։ Առաջին մեծ փորձը արել է Լևոն Շանթը, այդպիսի փորձ է արել մեծն Վահրամ Փափազյանը, հետադարձ հայացքի մանավանդ առաջին հատորում։ Այս բոլորից զատ իր վեպերը բացառիկ արժանինքներ ունեն, ամենից առաջ իր վեպերում կա 18, 25, 30 թվականների Երևանը, մեր ոչ մի գրքում չկա, մեր ոչ մի վեպում այդ տարիների Երևանի, երևանյան կյանքի, երևանյան մարդկանց իրական պատկերները չկան, այդ վեպերում կան իրական գործող մարդիկ, ինքը ուղղակի անուններով չի տվել, բայց ծանոթագրությունները, եթե բացեք, բոլորի նախատիպերը նշված են, ով է, գրականագետ Քահանյանը, Արսեն Տերտերյանն է, Պատմաբան Մելիքյանը, Կարո Մելիքո-Անջանյանը եւ այլն, եւ ստեղծում են 20-ական թվականների Երևանի եւ հայկական կյանքի մի բացառիկ պատկեր, եթե դա հանենք, հայ գրականությունը բոլորովին կաղկատանա։ Եվ բազմաթիվ այլ արժանինքներ ունի, դրա ժամանակը չի խոսելու, այդ արձակը բացառիկ հարստություն է եւ սպասում է ոչ միայն ընթերցողին, այլև իր վերլուծողին։ Եվ վերջապես երրորդ կարևոր մասը մշակութաբան, էսեիստ, փիլիսոփա Կոստանդզարյանն է։ Գիտեք ինչ էր կարելի է գրել, կարելի է մենագրություն, հսկա հատոր գրել Կոստանդզարյանը եւ ճարտարապետությունը, Կոստանդզարյանը եւ կերպարվեստը, Կոստանդզարյանը եւ երաժշտությունը եւ այլն, բայց այդ գրողը գոնե իր կեսի չափ պիտի իմանա համաշխարհային ճարտարապետություն կամ կերպարվեստ եւ այլն, ինձ ցույց տվեք թե որ հայ գրականագետն է որ դա գիտի։ Ուրախությամբ կծանոթանամ։ Ուրեմն գիտեք ինչ, առաջին մարդը եւ միակ ես ուզում եմ մի երկու կարևոր բան ասել, որ հասկացել է մեր ճարտարապետության բուն էությունը Կոստանդզարյանն է, մեր գրականության մեջ, ես նկատի չունեմ Թորոմանյանի նման վիթխարի հսկակար։ Թումանյանն ասում է ժայռի գլխին աղոթում մի վանք, Ռաֆին մեզ տանում է արևմտյան Հայաստան, ցույց է տալիս Մշո Սուրբ Կարապետը եւ այլն, բայց դրանք եկեղեցիներ են, կրոնական արարողությունների վայրեր են կամ հնավայրեր, որ հայ ճարտարապետության մեջ մեկը տեսնի հայ ժողովրդի կոսմոգոնիան, հայ ժողովրդի ըմբռնումները կյանքի բնության տիեզերքի մասին, որ տեսնի այնտեղ ձևակերպված փիլիսոփայություն կա, ահա, այդ մարդը Կոստանդզարյանն է, որ կարող է խոսել
լույսի մասին իբրև ծավալ կազմակերպող երևույթի, որ կարող է խոսել օժիվների հատման յուրահատկությունների մասին, որ կարող է խոսել կառույցի օդային ծավալի մասին, այն համարելով ավելի կարևոր, քան գիտեք, դրանք ըմբռնումներ են, որ համաշխարհային ճարտարապետության մեջ առանձնակի տեղ են գրավում։ Նա հայ ճարտարապետության մեջ տեսել է հայ կառուցողական ոգու բարձրագույն արտահայտությունը, հայ ժողովրդի մտածողության բարձրագույն արտահայտությունը։ Ես գրականության մարդ եմ, կուզեի, որ դա հայ գրականության մեջ լիներ, բայց եկեք ու տեսեք, որ եղել է ճարտարապետության մեջ եւ միակ մարդը, որ դա տեսել է, Կոստան Զարյանն է իհարկե։ Մենք կարդում ենք, հմայվում ենք, ինչ է գրել Պոլ Վալերին, հոգի եւ պար, դեգա, պար, գծանկար եւ այլ ինչ էսսեներ են հեքիաթային, բացեք տեսեք ինչպես է ինքը ընկալում հայկական պարը։ Նավելերան վրա Արահերյանը հասնում է Սևան, այնտեղ տոնախմբություն է, ինչ հրաշք վերլուծություններ են, ինչ հրաշք թափանցումներ են, նույնը երաշտության հետ կապված եւ այլն, իսկ իբրև համաշխարհային մշակույթի գիտակ, ինքը անգերազանցելի եւ անմրցելի մարդ է, որտեղից է այդ բոլորը անբարել եւ 2 տարուց ավել միտեղ չի ապրել, հետը գրադարան չի տարել, արխիվ չի տարել, որ կաբինետային գրողի գիտնականի նման գրքերը դնի դեմը եւ այդ բոլորը եղել է իր մեջ իբրև մշակույթ, իբրև գիտություն, իբրև գիտակցություն։ Եվ բարեբախտաբար այդ գրողը այսօր վերադառնում է Հայաստանին, հայ ժողովրդին։ Եթե ինձ արտոնեք եւս 5 րոպե, ես շնորհակալության խոսք ունեմ ասելու։ Ես ուզում եմ, երբեք մենք այդքան գիրք ենք հրատարակել, անձամ ես 80-ից ավելի գրքերի վրա կա իմ անունը իբրև կազմող, չգիտեմ, խմբագիր, բնագիրը պատրաստող, ես երբևիցե որևէ շնորհանդես կոչված բան, նման բաներ չեմ արել, դրանց հանդեպ ուրիշ վերաբերմունք ունեմ, եւ առիթ չի եղել հրապարակով խոսելու, եւ ոչ էլ հրատարակչությունն է արել, բայց ես ուզում եմ օգտվելու առիթից այսօր շնորհակալության խոսք ասել։ Միայն ինձնով որևէ բան չէր լինելու։ Այստեղից ուզում եմ, որ հնչի Սամվել Խաչատրյանի անունը։ Սամվել Խաչատրյանը մեր գրեթե բոլոր գրքերի, իմ բոլոր գրքերի խմբագիրն է եւ հրատարակչության Սարգիս Խաչենց Print Info-ի հրատարակած գրքերի մեծ մասի եւ շարողը եւ սրբագրիչը եւ ոճաբանը իմ պատկերացումով, իմ հասկացությամբ Հայաստանի ամենագրագետ մարդը, անգերազանց, հնարավոր չէ նրան գերազանցել, գիտի գրափար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն եւ իհարկե ավանդական ուղղագրություն։ Սփյուռքահայ անունը չեմ ուզում տալ, մեր հրաշալի բարեկամն է, բծախնդիր չմահավան մարդը, մեր հրատարակած Ինտրայի 2 հատորում մեկ բանաստեղծության մեջ 1 տարի վրիպում են նկատել միայն։ Մենք շնորհակալ ենք դրա համար, երբ որ Պետրոս Առաքյալը մեր գործերը քննի դժոխք թե դրախտ ուղարկելու համար, թող դա լինի մեր հանցանքը։ Եվ հրատարակչության հրատարակած բոլոր գրքերը այդպես անթերի եւ բարձր մակարդակի են։ Ես նա հիվանդության պատճառով այսօր այստեղ չէ, այլապես մեզ հետ կլներ, ես ուզում եմ, որ նրա անունը հնչի, նա բացառիկ մարդ է եւ մենք պարտական ենք նրա աշխատանքին, ինձ համար նա գրեթե համահեղինակ է, չիմացած բոլոր բաներս իր հետ եմ քննարկում, ընդ որում ինքը եղել է իմ ուսանողը համալսարանում, հիմա իմ ուսուցիչն է։ Ես ուզում առանձնակի շեշտել Սերգեյ Խաչիկողլյանի անունը, չլիներ այդ մարդը, այս հատորները չէին լինելու։ 95-ին մենք մտմտում էինք եւ որոշեցինք կազմել Կոստան Զարյանի հոդվածների էսսեների հատոր, բայց նորից եմ ասում, ցանկ չկար, մատենագիտություն չկար, տան եղած նյութերը քիչ էին, հարկավոր էր մամուլը պրպտել, որոնել, սփյուռքահայ, արևմտահայ մամուլ, սփյուռքահայ մամուլ, հայաստանյան մամուլ, որտեղ ինչ կա տպագրված կուրոնեն, ինչպես ասում են, որոնել։ Տարիներ տևեց դա եւ 98-ին, 95-ից սկսեցինք, 98-ին նավատոմար հատորը արդեն պատրաստ էր։ Այդ հատորը հրատարակեցինք եւ չէինք կարծում, որ շարունակություն կունենա։
բայց նյութեր կային, որ հետո գտնվեցին, ավելացան, մանավանդ արվեստի դասախոսությունները կային փառահեղ Բեյրութի ամերիկյան համալսարանում կարդացած 1952-54 թվականներին, իդեպ Հայաստանում թերահավատ մարդիկ կային, ես խոսքս ընդմիջելով ասեմ, որ Բեյրութում գնացի ամերիկյան համալսարան, նայեցի արխիվը մարդկանց օգնությամբ եւ օժանդակությամբ, պարզվեց, որ իրենք հրատարակած գիրք ունեն իրենց դասախոսների մասին, որ թվականին ով է եղել դասախոս, ինչ դասընթացներ է կարդացել, որ ամիսներին, բարեբախտաբար փաստական իրավական հիմքը կա, մարդիկ պատճենեցին, լուսապատճեն քսերոքս արեցին եւ գիրքը ինձ տվեցին։ Ուրեմն այդ դասախոսությունները պիտի հրատարակեինք, այսպես ծնվեց Դեպի Արարատ գիրքը, որը ճուներ նավատոմարի թերությունները, այնտեղ վրիպակներ կային, սրբագրական, նաեւ իմ մեղքը կար, այդպես լինում է։ Մենք չէինք կարծում, որ կարողանանք շարունակել։ Հետո Միացյալ Նահանգները տպվեց, որը կարծում եմ նորից նայել եմ, անթերի լրացում չունի, եւ հետո բառերի ոսկին պոեզիան, այդտեղ հրատարակչությունը պնդեց, մենք որոշեցինք արդեն համարձակություն ունեցանք հրատարակել ինչքան կարող ենք, ուզում էինք նախապես հատորներ անվանել, բայց մտածեցինք, որ չենք կարողանա, վրան չհամարակալենք, չգրենք 10 հատորով առաջին, երկրորդ ու չկարողանանք, բայց պահպանել արտաքին ձևավորումը։ Եվ գիտեք, դժվար տարիներ էին, եթե ուրիշ առիթներ ես պատմեմ, թե այդ գրքերը ինչ ջանքերով, ինչ ճիգով հրատարակիչը կարողացավ անել, դա ուղղակի բացառիկ մաքարում էր իրականության դեմ, եւ մարդը կարողացավ հասնել դրան։ Մի քիչ կոպիտ կլինի, որին խնդրելով, որին համոզելով, որից մուրալով են մի ուրիշ իմաստով, հայցելով օգնություն եւ այլն այդ գրքերը եղան։ Հետո միացավ իհարկե Printinfo-ն։ Այդ երկու մարդիկ, եթե չլինեին, նրանց համար կամքը, նրանց հավատը Կոստանդզարյանի գրականության հանդեպ, նրանց նվիրումը, ես 10 գրքեր ունեմ պատրաստի, ով դիտպի, հարցը դա չի։ Այդ մարդիկ նվիրվեցին Կոստանդզարյանի գրականությանը եւ կարողացան հասնել շատ բաներ։ Իրենց ես պարտական եմ այդ համագործակցության համար։ Մեկ օրինակ տամ, դիմացել եք եւս 3 րոպե դիմացեք, քննարկել ենք ամեն ստորակետը, քննարկել ենք ամեն բառը։ Անցորդը եւ մեկ օրինակ տամ միան, անցորդը եւ իր ճամփան վեպում նախադասություն կա այսպիսի. Քաղաքապետարանի շենքում խարժակը դասախոսություն էր կարդում բանվորական կազմակերպությունների մասին, իսկ դևը հագել էր անիշխանականի յափունջին։ Հայրենիք ամսագրում դև բառը տպագրված է փոքրատառ։ Բեյրութում հրատարակել են դա առանձին գրքով, երկեր հատորում, 3 գործ են հրատարակել, նույնպես տպագրված է փոքրատառ, բայց տրամաբանությունը հուշում էր, որ դա պետք է մեծատառ լինի, այնքան ենք վիճել։ Պատկերասրահի ձեղնահարկի այդ փոքրիկ սենյակում, ի վերջո Սերգեյն ասաց, կարող ես ասել ով է դևը, որ պնդում ես մարդի, ասի չգիտեմ, դե որ չգիտես, քանի դեռ փաստական հիմքը չկա, թողնում ենք փոքրատառ, թողեցինք փոքրատառ, այդպես տպագրվեց 2010 թվականին։ Հետո առիթ եղավ Բեյրութում, ես գիտեի, որ Սիմոն Վրացյանը մի փառահեղ գրություն ունի Նավը լեռան վրա վեպի առիթով, որը մնացել է անտիպ։ Ես խնդրեցի մարդիկ բարեհաճեղան եւ թույլ տվեցին Սիմոն Վրացյանի փակ արխիվը, որ ամեն մարդու մատչելի չէ, որ նայեմ։ Եվ այնտեղ գտա տեղեկություններ նաեւ այս դեպի մասին։ Թադևոս Խաշմանյան, տաշնակցական գործիչ, որ երբեմն Բակունինյան անարխիստական գաղափարներով եւ այլն եւ այլն։ Հետո անունը գտա Լեոյի անցյալից գրքի մեջ, հետո ուրիշ տեղեկություններ եւ ճշտվեց ամեն բան։ Եվ երբ որ 2020 թվականին գիրքը վերահրատարակվեց, ամեն բան ճշգրտված էր, դև բառը, ընդ որում ես արդեն մեծատառ էր։ Մինչև դա Երևանում ես դիմեցի պատմության դոկտորների, որոնք գրքեր դիսերտացիաներ են գրել հայ քաղաքական կուսակցությունների մասին։ Կարդացի նրանց գրքերը, իրենց հարցեցի, ոչ ոք անունը չէր լսել, բայց պարզում է նշանավոր գործի չէ։ Նույնիսկ
մի խոսքով չծավալվեմ, այն ձեռագիրը, որ չէին կարողանում կարդալ, դնում էինք ապակու վրա, խոշորացույց առած, ինչպես վերծանենք բառը, եւ դիմում էինք ներս մտնող մարդկանց, Հենրիկ Հովհաննիսյանն էր գալիս, Վիգեն Ղազարյանը, դու սա ինչպես կկարդաս եւ այլն, այսպես ենք աշխատել միասնաբար։ Ես ուզում եմ շնորհակալության խոսք ասել թարգմանչուհի Արուս Բոյաջյանին, որը թարգմանել է Կոստան Զարյանի մի քանի հոդվածները ֆրանսերենից, որը բարձր ճաշակ ունեցող անձնավորություն է, հայոց լեզվի գիտակ եւ մասնակից եղել այդ հատորների հրատարակությանը ուղղակիորեն եւ անուղղակիորեն։ Շնորհակալություն Շարող տիկին Անժելա Մանուկյանին, շնորհակալություն Արա Խաչիկողլյանին ձևավորող, էջադրող խումբ էր սա, առանց նրանց այս գրքերը չէին կայանալու։ Ուրեմն այս խումբը ահա այս գրքերը հրատարակել է եւ ես հպարտությամբ, առանց կեղծ համեստությամբ կարող եմ ասել, որ այո, այս փոքրիկ խումբը բացառիկորեն աշխատեց։ Ուզում եմ նաև շնորհակալության խոսք ասել Անտարեսին 3 հատոր, Ռեմբոն չհաշված, խոսքը միայն Կոստան Զարյանի մասին է, այս հրատարակչության դժվար ժամանակներում աջակից եղան եւ 3 հատոր իրենք միասնաբար հրատարակեցին։ Խորին շնորհակալություն նաև զանգակին, պարոն Էմին Մկրչյանին, Միշա Կոշեցյանին, ձևավորող Ժակին, մենք միասին աշխատել ենք, որոնք շատ բարեհաճ եղան, իրենք տպագրեցին Իսպանիա։ Ուրեմն այս մարդիկ մասնակից եւ աջակից են եղել եւ նորից եմ ասում, կարող եմ հպարտությամբ եւ առանց կեղծ համեստությամբ ասել, որ մեր փոքրիկ խումբը Կոստան Զարյանի նման հսկա մեծությանը վերադարձրեց հայ գրականությանը։ Բայց ուզում եմ այստեղ խոսքս սկսել ուրիշ տեղից։ Եթե մեր խումբը, այս փոքրիկ խումբը Կոստան Զարյանին վերադարձրեց հայ գրականությանը, ապա կողբ հիմնադրամը Կոստան Զարյանին վերադարձնում է ամբողջ հայ ժողովրդին։ Գործողությունների, միջոցառումների մեծ ծրագիր կա նախատեսված ամբողջ տարվա համար։ Երևանում կդրվի Կոստան Զարյանի արձանը, գիտեք, երբ որ 1922-ին գալիս է Երևան, մի անտիպ բանաստեղծություն ունի, դրա տպագրելու օրն էլ կգա, ասում է աղքատ Վայմար մի, Վայմար է համարում։ Սակսեն դքսության Կարլ Ավգուստի դքսության քաղաքում Վայմարում ովքեր էին քայլում, Գյոթեն, Հերդերը, Շիլլերը եւ մյուսները, Երևանում Աճարյանն ու Աբեղյանը, Մարտիրոսարյանն ու Կոջոյանը, Թամանյանն ու Թորոմանյանը, Չարենցն ու Բակունցը, Վայմար էր մի բան էլ ավել։ Ինքը շատ էր սիրում Երևանը, երբ որ գրքերը կարդաք, կտեսնեք այդ խեղճության, աղքատության մեջ այնուամենայնիվ ինչ անհուն սեր կա Հայաստանի բնության, Իսպանիան թվում է անունը Իսպանիա է, բայց այդ ամբողջ գիրքը Հայաստանի մասին է, որ կարդաք տեսնեք ինչ մորմոք կա, ինչ կարոտ կա, ինչ զգացում կա Հայաստանի հանդեպ։ Երբ որ արձանը դրվի, Կոստան Զարյանը այլևս կլինի մշտամնա ներկայություն իր սիրելի քաղաքում։ Ինքը ասում էր, որ Արարատյան, գիտեք, երկու քաղաքակրթություն են, Տիբետի մարդ են տարբերում եւ միջերկականի մարդ։ Գիտեք, Եգիպտոս եւ այլն, այդ ծովի շրջակա երկրները եվրոպական քաղաքակրթության տարածքն են։ Կոստան Զարյանը տարբերում էր երրորդը, Արարատյան քաղաքակրթությունը եւ Արարատյան մարդը, ասում էր, որ այդ մեծ արևելքը ոչ թե մահմեդական, այլ Չինաստան, Հնդկաստան եւ այլն, եւ արևմուտքը գալիս հանդիպում են Արարատյան դաշտում։ Արևելյան սինթետիկ համադրական մտածողությունը եւ արևմտյան անալիտիկ վերլուծական մտածողությունը։ Բասիոն տիեզերքը 3 տողով է ասում, եվրոպական բանաստեղծները երկար բարակ պատմում են վերլուծելով։ Իր մեջ միավորվում, նա հայության եւ Հայաստանի մեջ էր տեսնում այս միավորումը եւ ամենից ավելի իր մեջ կա դա, այդ մեծ միավորումը, երկու մեծ քաղաքակրթությունների եւ դա պետք է լինի։ Եվ փողոց պետք է լինի Երևանում, եւ միջոցառումներ կլինեն բազմաթիվ, եւ
կլինեն ոչ միայն Երևանում, ինչպես որ նախատեսված է, կարծեմ նաև Գյումրիում, Վանաձորում եւ այլն, այն մեծ ծրագիրը, որ ձեռնարկել է կողմ հիմնադրամը, սա ինչպես մեր հրատարակությունն էր թվում անկարելի, բայց եղավ, մեզ թվում է շատ մեծ է եւ ընդգրկուն, բայց հավատացած եմ, որ կլինի։ Եվ եթե նորից եմ ասում, մենք գրողին վերադարձրինք հայ գրականությանը, կողմ հիմնադրամը մեծ նպատակ է դրել Կոստան Զարյանին մատչելի եւ սիրելի դարձնել ամբողջ ժողովրդին, եւ ես հավատացած եմ, որ դա կլինի։ Խորին շնորհակալություն կողմ հիմնադրամին, պարոն Արման Բարսեղյանին, մեր սիրելի Սոնա Վերդյանին, Մարիային եւ բոլոր նրանց, ովքեր այս դուք չգիտեք ինչ վազվզուկ եւ իրարանցում է ամեն մի միջոցառում կազմակերպելու եւ իրագործելու համար, դա հոգս է, աշխատանք է, մտահոգություն է եւ այլն։ Խորին շնորհակալություն եւ խորին շնորհակալություն ձեզ բոլորիդ, որ ձեր ազնիվ ներկայությամբ այս սովորական երեկոն դարձրիք տոնական երեկո։ Շնորհակալություն։